Հակակոռուպցիոն կոմիտեում անցկացվել է թափուր հաստիկները համալրելու 26 մրցույթ, 14-ը օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների, 12-ը ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թափուր հաստիկները համալրելու համար։ Չնայած դրան կոմիտեում այս պահին կա 52 թափուր հաստիկ։ Կոմիտեի համար առաջնային քայլերից մեկը նաև այդ թափուր հաստիկները համալրելն է, որպեսզի կոմիտեն կարողանա արդեն ամբողջական կազմով գործում պայքար մղելու կոռուպցիոն դրսևորումների, կոռուպցիոն ենթադրյալ հանցանքների դեմ, ու հենց դրա համատեքստում էլ պետք է նշեմ, որ դեռևս 2025 թվականի մարտ ամսին հայտարարվել է արդեն իսկ 3 մրցույթ։ Ըստ Վարոսյանի, կոմիտեի ուշադրության կենտրոնում է ծառայողների վերապատրաստումների շարունակականության ապահովումը, ինչը նաև օրենսդրական պահանջ է։ Ինքնավար պաշտոն զբաղեցնող 42 անձ վերապատրաստվել է Արդարադատության ակադեմիայում։ Օպերատիվ հետախուզական ստորաբաժանման 35 ծառայող ներքին գործերի նախարարության կրթահամալիրում։ Նույն ստորաբաժանման ևս 18 ծառայող կվերապատրաստվի մայիսին։ Կարևորում ենք նաև մեր ծառայողների, թե քննիչների, թե օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական շարունակական աճի, զարգացման առումով օտարերկրյա գործընկերների հետ միջազգային վերապատրաստումների հանգամանքը սերտ համագործակցում ենք Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համակարգի բյուրոյի, Եվրոպայի խորհրդի, Եվրոպական միության հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեում ներդրվել է ծառայողների առաքինության ստուգման կարգ, ինչը նախատեսվել է օրենքով։ Նպատակը կոմիտեի ծառայողի բարեվարկ առաքինի վարքագծի ապահովումն է, կոռուպցիոն ցանկացած դրսևորման դեմ անհանդուրժողականության ամրապնդումը։ Այն նաև իրականացվում է կոմիտեի ծառայողի ոչ բարեկիրթ, ոչ բարեվարկ եւ ոչ առաքինի վարքագծի հայտնաբերման, դրա կանխման նպատակով։ Առաքինության ստուգումը իրականացնում է կոմիտեի ներքին անվտանգության վարչությունը։ Կամ որոշակի երաշխիքներ, որոշակի հիմքեր, միայն որոնց առկայության դեպքում կարող է այդ ստուգումը իրականացվել, այդ հիմքերը դրանք այն տեղեկություններն են, որոնք առերևույթ վկայում են կոմիտեի ծառայողի ոչ բարեվարկ, ոչ առաքինի վարքագծի մասին։ Նախորդ կարգավորումներում մենք ունեինք ավելի շատ վարքագծի ընդհանուր կանոններ, որոնք ըստ էության կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի սահմանած տիպային կանոնների հիման վրա նաև մենք ընդունեցինք, իսկ առաքինության ստուգումը իմ կարծիքով յուրահատուկ գործիքակազմ է բացահայտելու կոնկրետ կոռուպցիայի դեմ հանդուրժողականություն ցուցաբերած ոչ առաքինի ու ոչ բարեկիրթ քննիչին։ Առաքինության ստուգման դեպքում բացասական արդյունքները կարող են դառնալ ծառայողին միայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք, այն վարչական քրեական պատասխանատվություն չի ենթադրում։ Առաքինության ստուգում դեռևս չի իրականացվել, քանի որ ըստ Վարոսյանի բավարար հիմքեր չեն եղել։ Հակակոռուպցիոն կոմիտեում նախատեսվում են նաև կառուցվածքային փոփոխություններ։ Արդեն գործում են 2 նոր քննչական վարչություններ։ Քննչական վարչությունների ավելացման հրամայականը տարեցտարի աճող քրեական վարույթների գործերի քանակն է, քննիչների ծանրաբեռնվածությունը։ Մայա Խաչատրյան, Ժիրայր Հավետյան, լուրեր։